Ապահովության գնահատման նոր համակարգի, մեր նոր համակարգի ռազմավարական նպատակը աջակցել մարդուն, որ հաղթահարի աղքատությունը։ Աղքատությունը հաղթահարելու գործիքը, ինչպես խոսել ենք, աշխատանքն է։ Եվ մենք հիմա հետևյալ տրամաբանությամբ ենք գնում, որ անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք եւ աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում։ Իհարկե հասկանալի է, որ եւ դա լինելու է մեր միասնական սոցիալական ծառայությունների այս ուղղությամբ հիմնական գործունեությունը, այսինքն շատ ծավալուն գործունեություն, որպեսզի անապահովության գնահատական ունեցող ընտանիքի անդամներին կարողանան առաջարկել աշխատանք։ Եվ բնականաբար կամ ավելի ճիշտ փորձել հասկանալ, թե որտեղ կարող են աշխատել անապահովությամբ գնահատական ստացած ընտանիքի անդամները եւ բնականաբար նախնական փուլում նրանց անհրաժեշտ կլինի ուսուցում, ոչ ֆորմալ ուսուցում, որպեսզի նրանք տվյալ աշխատատեղին համապատասխան հմտություններ եւ կարողություններ ձեռք բերեն, որից հետո արդեն նախնական աշխատանքային փուլ, որից հետո արդեն ավելի երկարատև աշխատանքային փուլ եւ այս բոլոր փուլերում կառավարությունը նախարարությունը, սոցիալական ծառայությունները մարդուն ուղեկցելու են եւ ուղեկցելու են նաեւ այն ընկերությանը, որտեղ տվյալ շահառուն պետք է աշխատանք ունենա, փորձնակ լինի եւ այլն եւ այսպես շարունակ եւ ուղեկցելու են միջև ըստ էության այն կետը, երբ որ մենք կարողանանք գնահատել, որ մարդը աշխատունակ մարդը, գործունակ մարդը ըստ էության վերադարձել է աշխատանքի շուկա